Քաղցկեղների դեպքում, որ այսօր համատարած է և շատ-շատերի մոտ է ախտորոշում քաղցկեղը, նպատակահարմար գտա այդ մասին խոսել, քանի որ շատերը ինֆորմացված չեն, թե և պատճառները քաղցկեղների ինչից է առաջանում և բուժման, այսինքն ելքերը որտեղ կարելի է փնտրել և ինչպես։ Նախ և առաջ ասեմ, որ այն պացիենտները, ովքեր ընտրում են քաղցկեղի բժշկում քիմիաթերապիայի և ջրագայթման միջոցով, պետք է այլ ճիշտի հստակեցնեմ, որովհետև քիմիաթերապիայի և ջրագայթման հետևանքով մարդու կյանքը ավելի շատ կրճատվում է և մարդու հնարավորությունը բժշկվելու նվազում է, որպես կանոն քիմիաթերապիայից հետո կամ ջրագայթումից հետո քաղցկեղի բուժումը դառնում է գրեթե անկարելի։ Այնինչ մինչ այդ մեթոդներին դիմելը, եթե ժամանակին է պացիենտը դիմում և պատճառը գտնվում է, ապա շատ դեպքերում լինում է օգնել բժշկել նույն հոմեոպաթիայի միջոցով։ Քիմիաթերապիան դա թույլն է, որը ազդում է ամբողջ օրգանիզմի հյուսվածքների վրա, այսինքն դա նախ և առաջ ճնշում է հիվանդության ախտանիշը և երկրորդը ոչնչացնում է ամբողջ օրգանիզմը, այսինքն այն թեզը, թե ընտրով է աշխատում, դա այդպես չէ։ Իսկ ջրագայթումը, եթե ընդհանուր ջրագայթում է, ապա ամբողջ օրգանիզմի հյուսվածքները նույնպես, այսինքն ոչնչացնում է ավելի ագրեսիվ ձևով և ամբողջ օրգանիզմն է հիվանդացնում, իսկ լոկալ տեղայինը այդ նույն հիվանդությունը ավելի բարդացնում, այսինքն եթե քաղցկեղը կոնկրետ օրգանում է և այդ օրգանում է կատարում լոկալ ջրագայթումը, ապա այդ քաղցկեղի հնարավորությունները ավելի մեծանան, որ այդ քաղցկեղը ջրագայթումից հետո ավելի կմեծանա, բայց լինում են դեպքեր, երբ ելքը շատ քիչ տոկոսային դեպքեր են լինում, որ հաջողության են հասնում որոշակի օրգանիզմը ընդհանուր կյանքը կրճատելով և հիվանդությունները ավելացնելով և մատնացույց են անում, ասենք շատ չնչին քիչ քանակի մարդկանց մոտ, որ արդյունքներ է եղել քիմիաթերապիայի և ջրագայթման, նման մարդկանց համար ասեմ, որ ոմանք աստծո հրաշքով են փրկվել քիմիաթերապիայից և ջրագայթումից, ոմանք էլ ոմանց մոտ է սխալ ախտորոշում։ Օրինակ շատ կան ուռուցքներ, նույն կարցինոմաները օրինակ համարվում են, այսինքն ժամանակակից մեթոդոլոգիայով դրանք դասվում են քաղցկեղներին, որոնք չարորակ են, ագրեսիվ են, բայց կարցինոմաները կարող է նույն կյանքի որակը փոխելով մարդը, կարցինոմաները կարող են հետընթաց անել։ Այսինքն այստեղ նաև պետք է քաղցկեղների պատճառները և դրանց ֆակտորները հաշվի առնել։ Քաղցկեղները իրենք կամ խրոնիկ հիվանդության հետևանք են, կամ ստրես կոնֆլիկտների, այսինքն այնպիսի ստրեսներ են եղել, որոնց մարդը պատրաստ չի եղել, այսինքն վնասվել է ստրեսի հետևանքով գլխուղը, եկել են որոշակի բջիջներ, որոնք կապված են որոշակի ներքին օրգանների հետ, և նաև կարող է ապրելակերպը, միջավայրը և այդ բոլորը ազդեն, որպեսզի առաջանա քաղցկեղ։ Քաղցկեղների տարբերակումը, այսինքն կոնկրետ եթե ախտորոշումը կա այսպիսի քաղցկեղ ու միանշանակ նույն ձևով, այսինքն մեթոդոլոգիայով նույն նմանատիպ բուժել բոլորին, դա շատ մեծ սխալ է։ Ախտորոշումը չի ցույց տալիս հիվանդության արմատը։ Ամեն պացիենտի մոտ նույն ախտորոշման խնդրով կարող է լինել տարբեր պատճառներ ամեն պացիենտի մոտ։
Եվ պատճառի հետ է կապված բուժման ձևը ընտրելը և բուժման ուղղությունը ընտրելը։ Անհնար է նույն ձևով բուժել բոլորին ախտորոշումով ելնելով ախտորոշման այդ, այսինքն տերմինից ելնելով բուժել նույն ձևով, դա ինչը կատարում է այսօրվա ժամանակակից բուժությունը։ Ոչ միայն քաղցկեղներ, ենթադրենք նույն խրոնիկ հիպերտոնիան տարբեր արմատներ ունի, սիրտ-աղմութային համակարգ, լյարդ, արյան փոքր շրջանցություն, այսինքն թոքեր, երիկամներ և նյարդային կարող է նաև լինել։ Այս պատճառներ, այսինքն խրոնիկ հիպերտոնիա բոլորի մոտ է, բայց անհնար է և անընդունելի է նույն պրեպարատը տալ բոլորին, նույն մեթոդոլոգիայով բոլորին բուժել։ Այսինքն պետք է պատճառը գտնել տվյալ պացիենտի մոտ, պատճառը հեռացվի, որ հիվանդությունը դուրս գա։ Նույնը վերաբերում է քաղցկեղների։ Քաղցկեղները բուժելու համար ավելի շատ այնպիսի բժիշկ է անհրաժեշտ, ով պատճառն է փնտրում և տեսնում է հիվանդությունը, և նաև անհրաժեշտ է, որպեսզի ճիշտ մեթոդոլոգիա լինի։ Այսօր հոմեոպաթիկ մեթոդին նույնպես մրցակցություն չունի, ժամանակակից բժշկությունը չի կարող ռեալ բժշկում առաջարկել, իսկ հոմեոպաթիան այսօր թեորետիկական բժշկության մեջ նորից այդ քաղցկեղների դեպքում էլ ալտերնատիվա չունի, բայց կան այլ մեթոդներ, որոնք ուղղված են նույն ստրես կոնֆլիկտների վրա, որոնք գտնում են խնդիրները, օգնում են այսինքն պացիենտին, բայց նորից եմ կրկնում, հոմեոպաթիան տվյալ դեպքում շատ արդյունավետ աշխատում է, եթե պացիենտը ժամանակին է դիմում և եթե պացիենտը ավելի խելացի է, ըմբռնումով է մոտենում իր խնդրին, այդ դեպքում շատ դեպքերում լինում է օգնել։ Ամեն դեպքում քաղցկեղների քանակը այսօր շատ է, ահռելի, և քաղցկեղների, այսինքն հետևանքը այն, որ ասում են, թե շատերը գնում են արտասահման, գումարներ են ծախսում բուժվելու համար, ես ասեմ, որ առանձնապես մեթոդոլոգիան արտասահմանում և մեր երկրում չի տարբերվում ալոպաթիկ մեթոդոլոգիան, հնարավոր է տեխնիկայի խնդիր լինի, բայց քաղցկեղների դեպքում այնտեղ էլ է ճառագայթումը, այնտեղ էլ է քիմիան, քիմիաթերապիան, մի բացառությամբ, որ ճառագայթումը լոկալ այնտեղ ավելի շատ է կատարվում, բայց դա նաև կարող է նույն հիվանդությունը ավելի բարդացնել, և շատ մարդիկ կա, որ տարբեր տեսակի հիվանդությունների համար գնում են արտասահման, իրենց թվում է, թե այնտեղ ավելի լավ իրենց կբուժեն, գումարներ են ծախսում և ավելի հիվանդացած հետ են գալիս։ Մեթոդը արտասահմանում և այստեղ ալոպաթիկ մեթոդը նույն մեթոդոլոգիան է, և այստեղ տարբերությունը միայն կարելի է ասել տեխնիկայի մեջ է, բայց պտուղը նույնն է գրեթե և այնտեղ և այստեղ։ Քաղցկեղների դեպքում մոտեցումը պետք է լինի շատ զգույշ բժշկի կողմից և հիմնապատճառը գտնելու մեջ պետք է, այսինքն բժիշկը պետք է աշխատի հենց պատճառի հետ կապված, այսինքն գտնելու համար պատճառը։ Առողջ եղեք։